դեղին համազգեստով աշակերտներն օրվա հերթապահներն են։ Ցածր դասարանների միջանցքներով են շրջում, որ բուլինգի դեպքեր նկատելիս կանխեն, բայց որ կարողանան դա անել, նախ իրենք են դասընթացներ անցել ու սովորել։ Բուլինգն ագրեսիայի պարբերական դրսևորումն է, տեսակները շատ տարբեր։ Մեկը ասում է դու քեզ վատ ես պահում, դու վատն ես ու հենց բուլինգը տեղի ունենում այդ ժամանակ։ Ու մենք արդեն հասկանում ենք ու բացատրում ենք իրենց, որ դա չի կարելի անել ու կապ չունի մարդը ինչ հատկություններ ունի ու փորձում ենք բացատրել ու հասկացնել երեխաներին։ Իսկ մեծերի ձեր տարեկիցների հետ կարողանում եք բացատրել են ինչ դուք եք սովորել։ Քիչ ավելի դժվար է լինում ընդհանրապես, ոնց որ ասում են մենք է ձեզնից ենք, մեզ նույն տարիքի ենք, ձեզ չենք լսում, փոքրեն մի քիչ ավելի հեշտ է։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ լիբերալ քաղաքականության ինստիտուտն է Երևանի թիվ 131 հիմնական դպրոցում դասընթացներ կազմակերպել աշակերտների եւ ուսուցիչների հետ։ Հարցումների մասնակցած աշակերտները պատմել են, որ առավել հաճախ բուլինգի են ենթարկվում ֆիզիկապես թույլերը, իրենց պաշտպանել չկարողացողները, չշփվող, սոցիալապես անապահով, ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներ ունեցող աշակերտները, հաճախ նաեւ օրինակ ակնոց կրողները, բարձրահասակները կամ ցածրահասակները, մի խոսքով մյուսներից տարբերվողները։ Ինչ է բուլինգը։ Երբ ինչ-որ մեկը տարբերվում է մյուսներից եւ դրանով փորձում են մարդուն հասարակության մեջ տարբերել։ Բուլինգը երեխաներին շատ ճնշելու եւ շատ նեղացնելու արդյունքը։ Ստորացնում են մարդկանց իրենց թույլ կողմերի խփելով։ Երբ ինքը ստանում է ճնշում բոլորի կողմից, Չի կարելի բուլինգի ենթարկել երեխաներին։ Եթե դու տեսնես, որ ընկերներդ կամ դպրոցում մեկը մյուսին նեղացնում է, ինչ կանես։ Կօգնեմ։ Ով որ նեղացնում է հետ կքաշեմ, խոսամ իրանց վրա եւ այն ում որ նեղացնում են, իրան կօգնեմ, կստափեցնեմ։ Մենակով կարող է չմտնեմ, բայց կարող է ուրիշի կանչեմ։ Օրինակ, եթե դպրոցում է, օրինակ ուսուցիչ, ավելի մեծ, որ մենակ չընկնեմ։ Աշակերտները նաև պատմել են, այդ ամենը հիմնականում դասամիջոցներին են լինում ու միջանցքներում։ Դասընթացների մասնակցած ուսուցիչներն ու հոգեբաններն էլ որոշել են միջանցքների հատակին ժամանցային, կրթական ու ուսուցողական խաղեր նկարել։ Օրինակ, բոլորին հայտնի կլասը։ Դպրոցի այս հատվածներն արդեն անուն ունեն՝ ֆունկցիոնալ միջանցքներ։ Թղթիկներով ով որ գնում է, ինքն էլ հաղթում է հերթով, ով որ խաղնում է իրար ու սխալ թղթիկ անում, ինքը պարտվում է։ Սկզբում մեր գլուխները պտտվում էր, բայց հետո արդեն սովորեցինք։ Ծրագրի երկրորդ փուլում մասնագետները երկրորդ դասարանցիներին սովորեցրել են անկաշկան դասել, դա ինձ դուր չի գալիս արտահայտությունը։ Բացատրել են, որ դա կարող են ասել ամեն անգամ, երբ դիմացինի վարքը դուր չի գալիս իրենց։ Սա էլ վերբալ բուլինգից խուսափելու գործիքներից մեկն է։ Իսկ վերապատրաստում անցած ուսուցիչներն արդեն գիտեն, պետք է օգնեն, որ աշակերտներն ավելի ապրումակցող դառնան, կարողանան կարգավորել իրենց հուզական դաշտը։ Իսկ եթե մեծերն էլ օգնեն, որ երեխաներն ավելի ինքնավստահ լինեն, ընկերական փոխհարաբերություններ կառուցեն, ապա բուլինգի ենթարկվելու եւ ենթարկելու հավանականությունը կնվազի։ Այս հմտությունները կօգնեն նաեւ բուլինգի ականատես երեխաներին։ Արդեն կճանաչեն դա ու կփորձեն կանխել, թեկուզ մեծերի աջակցությամբ։ Մեր հասարակությունում շատ հաճախ ազատ արտահայտելը համարվում է ամոթ կամ երեխաները քաշվում են։ Մի խոսքով հետաքրքիր մոտեցումներով շատ ուրախ ենք, որ դպրոցը կարողացել է որդեգրել նախ քաղաքականությունը կանխարգել բուլինգը եւ իրականացնել նման միջոցառումներ։ Մի խումբ աշակերտներ էլ բուլինգն ավելի պատկերավոր էին ներկայացրել իրենց պաստառներով։ Այս նկարը պատմում է, որ երեխային չեն լսում առհասարակ եւ երեխան չի կարող իր կարծիքը արտահայտի։ Այստեղ նույնպես երեխային առանձնացնում են եւ շփում չկա, այսինքն նա նույնպես մենակ է իրենց գում եւ չունի ընկերներ, որը շատ վատ կարող է անդրադառնալ իր հոգեբանության վրա։ Օրինակ, եթե երեխեքից մեկը օրինակ եթե շատ խելացի է կամ ինչ որ մի գրքով ավելի շատ է տարված, երեխեքը արդեն սկսում են բուլինգի ենթարկել, որ տարբերվում է մնացածից։ Ես միշտ իմ ընկերներին փորձել եմ իրենց եթե կոմպլեքս են հանել, այդ ամեն ինչից հանել եւ պաշտպանել իրենց, իսկ բուլինգի ենթարկողներին բացատրել, որ տենց բաներ չանեն։
Այս ծրագիրն առայժմ Երևանյան 3 դպրոցներում է փորձարկվել։ 6 մարզերից ուսուցիչներ են վերապատրաստվել։ Նաև բուլինգի կանխարգելման ծրագիր է մշակվել։ Կրթության նախարարությունն էլ հաստատել է դա։ Նախագիծն իրականացրած Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ղեկավար Տաթևիկ Մատինյանն ասում է. Ուսուցիչները իրական գործիք էին պահանջում, ինչպես աշխատել։ Բոլորը միանբերան ասում էին՝ կա խնդիրը, ինչպես ենք շարժվում առաջ։ Ունեցել ենք հաճախ իրավիճակներ, երբ մեզ ասում են՝ իհարկե կա, բայց մեր դպրոցն իդեալական է այս առումով։ Սա բնականաբար ցավոք սրտի իրականությանը չի համապատասխանում, որովհետև Լիբերալ քաղաքականության ինստիտուտը նաև իրականացրել է հարցումներ Հայաստանի բոլոր մարզերում, միջին, ավագ դպրոցներում հասկանալու համար ինչպիսին է բուլինգի դրսևորումները։ Եվ ցավոք սրտի չկա որևէ մի դպրոց, որը հարցումներին ներգրաված է եղել, որտեղ արձանագրվի, որ չկա բուլինգ։ Ավելի քան 1300 աշակերտ ունեցող թիվ 131 դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանն ինքն է սովորել այս դպրոցում։ Հետո որպես ուսուցիչ է աշխատել այստեղ։ Հիմա էլ տնօրենն է։ Ասում է, բուլինգը եղել է ու կա նաև իրենց դպրոցում։ Փորձել ու փորձում են դրա դեմ պայքարել, հիմա ուղղակի նոր գործիքներ կկիրառեն։ Հիշեց իր աշխատասենյակում այդ թեմայով վերջին հանդիպումը բարձր դասարանի աշակերտներից մեկի եւ ուսուցչի հետ։ Ես խնդրել եմ դասղեկի միջոցով ուսուցիչներին, շատ եմ խնդրում, հանգիստ թողեք, իրեն հանգիստ թողեք, մի հատ տեսնենք, հրաշք չի լինելու, վաղը այդ երեխան չի կարող կատարյալ լռությամբ ու վարքագծով ներկայանալ։ Մենք մեծերս ունենք այդ հանդուրժողականությունը, այդ մեծահոգությունը, մի քիչ աչ նայեց, մի քիչ ձախ նայեց, ոչինչ, թող նայի, թողեք մի հատ մեջը գտնի այդ ուժը վերափոխվելու։ Իսկ դպրոցից երեխա հանելը, որը համարվում է ծայրահեղ դեպք, եղել է, որ դիմում են գրել եւ դուրս են եկել։ Գլուխներս կախելու ենք, որ այսքան մեծ մարդ չկարողացավ այդ մի երեխայի հետ լեզու գտնել։ Իսկ դուք աշակերտ եղած տարիներին բուլինգի ենթարկվել եք կամ ուսուցչի եւ արդեն տնօրենի կարգավիճակում երբևէ որևէ աշակերտի կամ ուսուցչի բուլինգի ենթարկել եք, հարցրինք Նաիրա Զաքարյանին, ասաց ոչ ու շարունակեց։ Ես որպես ուսուցիչ տանել չեմ կարողանում բանտված լռություն։ Երեխան պիտի խոսի։ Այսօրվա երեխան այդ կոմպլեքսը չունի, ինչ որ մենք ենք ունեցել։ Ես միշտ երեխեքին ասում եմ, երեխեք ապացուցեք, որ ես սխալ եմ։ Տպավորություն չլինի, որ դուք ենթակա, մենք դրության տեր, ոչ, մենք էլ ենք ձեր աջակցության, ձեր վերաբերմունքի կարիքը լավ իմաստով ակնկալում։ Մինչ 131-ի ուսուցիչները, հոգեբանները, տնօրինությունն ու աշակերտները փորձում են իրենց դպրոցում նվազեցնել բուլինգի դեպքերը, Երևանյան մասնավոր դպրոցներից մեկի տարրական դասարանի աշակերտի ծնողն արդեն 2 տարի է փորձում է ապացուցել, որ իր երեխային ուսուցիչն է բուլինգի ենթարկել։ Մոր պնդմամբ ուսուցիչը հետևողականորեն ստորացրել է նրան, հոգեբանական վատ դրության մեջ դրել ու այդ ամենին մասնակից դարձրել նաև դասարանի մյուս աշակերտներին։ Իմ երեխայի իրավունքները ոչ մի կառույցում չի պաշտպանվել։ Ապացույցները ձեռքից թակել եմ իրավասու բոլոր մարմինների դռները։ Գործը հասել է քննչական կոմիտե ու կանգառել, ասում է երեխայի մայրը։ Իմ մոտ տպավորություն է, որ պարզապես ուզում են գործը կարճել։ 1 տարի անց դատաբժշկական փորձաքննությունը եզրահանգել է երեխան ենթարկվել է բուլինգի, բայց հիմա ըստ մոր այդ փորձաքննությունը նորից պետք է փորձաքննվի, քանի որ քննիչը պատճառաբանում է, որ առաջին անգամ կային հարցեր, որը որ չի ուղղել փորձագետին։ Երեխային անիմաստ ստրեսի են ենթարկում։ Ծրագիրը, որ Երևանյան 3 դպրոցներում կիրառվում է, վաղուց նորություն չէ աշխարհի մի շարք դպրոցներում, այդ թվում հենց Նիդերլանդներում։ Մասնագետներն ասում են, դրանք արդյունավետ գործիքներ են։ Բուլինգի երևույթներն այդ դպրոցներում նվազել են, իսկ Հայաստանում բուլինգը չի քրեականացվում։ Այն իրավապահների սեղաններին է հայտնվում միայն այն դեպքում, երբ կա ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ծանր տառապանքի հոդվածը նկարագրող հատկանիշներ։ Իրավապահները նաև առանձին վիճակագրություն չունեն բուլինգի վերաբերյալ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցի համաձայն աշխարհում 13-ից 15 տարեկան աշակերտների կեսը շուրջ 150 միլիոն երեխա ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության են ենթարկվել։